Մեկ սքանավորում և մատակարարման դիմաց վճարումը կատարված է։ Թվային լուծումները աստիճանաբար փոխում են բիզնեսի ամենօրյա գործընթացները, այդ թվում մատակարարների և խանութների միջև հաշվարկները։ Հայաստանում այս գործընթացը պարզեցնելու համար գործարկվեց նոր ֆինանսական լուծում։ ID բանկը ներկայացրեց ID դիստրիբյուտոր հարթակը, լուծում, որն ավտոմատացնում է վճարումները և բիզնեսներին տալիս է արագ ֆինանսավորման հնարավորություն։ Գիտենք, որ այսօր խնդիր կա, երբ տարբեր դիստրիբյուտորներ աշխատում են փոքր կրպակների հետ, փոքր խանութների հետ, գումարը ստանում են քեշով եւ անկանխիկի մասին օրենքի տրամաբանության մեջ այդ գումարը իրենք պետք է պարտադիր անկանխիկ ֆորմատով ստանան ու իրենք ստիպված են լինում տարբեր տերմինալներ գտնել, որ շմուտքագրեն տվյալ քեշը։ Նոր հավելվածի շնորհիվ հնարավորություն է տրվում վճարումները ընդունել անմիջապես առևտրի կետերից։ Մատակարարման պահին առաքիչը հավելվածում ձևավորում է QR կոդ, իսկ խանութը այն սքանավորում է և կատարում վճարումը։ Գործարքը տեղի է ունենում ակնթարթորեն, իսկ գումարը անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության հաշվին։ Համակարգը լուծում է ոչ միայն վճարման, այլև ֆինանսավորման խնդիրը։ Եթե առևտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, կարող է օգտվել Rocket Distributor նախահաստատված վարկային սահմանաչափից և անմիջապես վճարել մատակարարին։ Արդյունքում անընդհատությունը բիզնեսը ամբողջությամբ ապահովում է, դարակաշարում որևէ ապրանքատեսակ չի պակասում և մեր սպառողները մշտապես կարողանում են ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապրանքները։ Նոր հարթակն արդեն փորձարկվել է և ունի իր առաջին շահառուները։ ID դիստրիբյուտոր հավելվածի պիլոտային ծրագրով մի քանի անգամ կիրառել ենք կյանքում և հասկացել ենք, թե ինչքան էֆեկտիվ է անկանխիկ գործարքների համար, որպեսզի ժամանակին վճարումները կատարեն և ժամանակին առաքումները պատվիրատուներին հասնեն։ Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Reconomy-ն, որը Շվեդիայից ֆինանսավորվող և Հելվետասի կողմից իրականացվող ներառական և կանաչ տնտեսության զարգացման ծրագիր է։ ID բանկում վստահ են, նման թվային լուծումները կարող են էապես հեշտացնել մատակարարների և առևտրի կետերի աշխատանքը, նպաստելով առավել պարզ և արագ ֆինանսական միջավայրի ձևավորմանը։